նիստը չկայանալը ու կայանալը տուժած ընտանիքներին օգնություն տալու հետ կապ չունի, մենք հանգանակություն ենք կազմակերպել եւ մեր անձնական միջոցներով նաեւ կօգնենք այդ ընտանիքներին, իսկ ավականուն նիստով այդ հարցին լուծում տալու հիմնական եւ կարեւոր նպատակը ավականուն նիստի ու ավականու ինստիտուտի կարեւորությունն է, ոչ թե մեր անձնական միջոցները, մենք անձնական միջոցներով կարող ենք ասենք տասնյակ միլիոնավոր դրամներ ենթադրենք հայթայթել կամ հավաքել, բայց դա երբեք չպետք է նսեմացնի ավականու ինստիտուտի դերը։ Այնպես որ ճիշտ են անում, իհարկե, մեր օրինակը պիտի վարակիչ լինի ու բոլոր մեր կարիքավոր ընտանիքների համար պիտի աշխատենք ամենքին մի միջոցով կարողանանք եւ Բարգավաճ Հայաստանը եւ այլ քաղաքական ուժեր եւ գործարարներ օգնեն մեր քաղաքում ինչքան հնարավոր է անտուն մարդիկ չլինի։ Շատ ճիշտ նախաձեռնություն։ Այսինքն Բարգավաճ Հայաստանը, Լուսավոր Հայաստանը, Ես օպերատիվ հետախուզական գործունեությամբ չեմ զբաղվում, իրանք են զբաղվում ավականու 4 անդամներին հայտնաբերելու, ես ընդհանրապես համայնքի ղեկավար իմ լիազորություններն եմ։ Երևի մի հյուրանոցում կլինեն ինչ-որ չէ, անկեղծ չեմ զբաղվում։ Ես համայնքի ղեկավարի համար եմ մասնակցել ընտրություններին, ոչ թե օպերատիվ հետախուզական գործունեություն ծավալելու։ Բայց չեք ուզում շարունակել հարցազրույցը։ Բայց հարցազրույց չէի տալիս ես։ Դե հարցը սկսած դուք եք։ Չէ, բա դուք հարցրեցիք պատասխանությունը։ Մասնակցել եք ընտրություններին, բայց ավականու նիստեր չեն կայանում, ձեզ դուր է գալիս այս վիճակը։ Իհարկե դուր չի գալիս, ում է ձեզ դուր է գալիս։ Օպերատիվ հետախուզական աշխատանքներ Բայց ավականին չեն ընտրվում, որ հետախուզական գործունեությամբ զբաղվեն։ Ավականին ընտրվում է, որ ներկայացուցչական մարմնում գործունեությամբ զբաղվեն։ 4 ավականու անդամների։ Մենք ոչ մի բան չենք ապահովել, մենք օրենքով նախատեսված մեր լիազորությունների ընդհանրապես օրենսդրության շրջանակներում կազմակերպել ենք քվեարկություն ընդհանրապես փակ գաղտնի քվեարկություն, ինչ է նշանակում 4 հոգու։ Ասեք որ 14 հոգու ունեին։ Հիմա այդ նույն 4 ավականու անդամներին չէ՞ ձեզ հիմա։ Ինչով եք վերագրում չաջակցելը կամ աջակցելը։ Մարդիկ փակ գաղտնի քվեարկությամբ իրենց կամքը արտահայտել են։ Դուք ինչով եք վերագրում, որ աջակցել են։ Ձեզ քաղաքապետ են Դե ընտրել են, չէ՞ մարդիկ։ Դե բայց ինչքան պիտի այսպես լինի, դուք Բայց ինչի՞ եք այդ հարցին ծուղում, դուք երբևէ ավականու 18 մյուս անդամներին, իսկ ով ունի մեծամասնություն։ Ընդդիմությունը։ Ով է ինչ է նշանակում։ Մարդիկ իրենց վերագրել են, այդ ձեր ասած մարդիկ էլ 10 մանդատ ունեն ընդհանրեն, իրենք ունեն մեծամասնություն։ Իմ ասած մարդիկ 18 հոգի։ Դե թող իրենք 19 ձայն հավաքեն, իրենք ընտրվեն, իրենք էլ այսօր քաղաքապետ կունենային եւ կգային նիստերը կամ կկայանային կամ չէին։ Պարոն Ասլանյան, բայց հիմա իրանք են մեծամասնություն, չէ՞ որ նիստերը չեն կայանում։ կայանում, Տեսնում եք իրենց, հա։ Ես տեսնում եմ, որ նիստերը չեն կայանում։ Ես բացի մամուլի էջերից որևէ ավականու անդամի ստեղ չեմ տեսել, դրա համար ես նույնիսկ չգիտեմ փոքրամասնություն, մեծամասնություն ով ունի։ Որևէ մեկը չունի։ Սա քաղաքական կուլտուրայի նոր ձև է։ Այսօր չունենք, վաղը կունենանք։ Ընտրությունը եղել է օրինական, իհարկե նախորդ անգամ էլ ինչքան օրենքը թույլ տա, այնքան մենք ասելու ենք, բնականաբար։ Մենք օրենքից դուրս որևէ բան չենք անում։ Նախորդ անգամ դուք ասացիք, որ փորձում եք համագործակցել մյուս ուժերի հետ։ Բոլորի հետ։ Անարդյունք, այսինքն եթե չեն։ Ես չեմ կարող ասել, կարող է արդյունքները մի քիչ ավելի ուշ տեսնենք, չեմ կարող ասել, որովհետև Բայց դուք շփվում եք, չէ՞։ Իհարկե շփվում եմ։ Բա ինչ են ասում։ Ասում են 4 անդամները թողի հայտ կան, նոր Դուք այդ 4-ի հետ չեք շփվում։ Ես 18-ի հետ էլ շփվում եմ, որոնց մեջ այդ 4-ն էլ կան։ Ինչ կապ ունի ես ում հետ է, եւ շատ մարդու հետ կարամ շփվեմ։ Հետո Մինչև տարեվերջ 17-18 օր ամնում նորից կհրավիրվի մինչև Իհարկե, իհարկե։ Ինչքան օրենքը թույլ տա, այնքան կհրավիրվի։